անկախ կատարված արձանագրումներից Սերժ Սարգսյանի շահած ճակերտավոր երկրորդ հաղթանակը ամենևին չի նշանակում, որ նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած 5 տարիների ընթացքում, եւ որ օր-օրի նա ավելի է թուլանալու։ Դրա նշաններն են նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի եւ անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած եւ ծավալման միտումներ դրսեւորող գզվռտոցը, ինչպես նաեւ ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը։ Ուստի, եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի վերընտրություն կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուրոսյան հաղթանակ է, այն էլ տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ։ Երևանի ավականու ընտրությունները ըստ այդմ պետք է դիտարկել ու իմաստավորել բացառապես վերը շարադրվածի կոնտեքստում եւ քաղաքական ընդդիմության ռազմավարությունն ու գործնական քայլերի ծրագիրը կառուցել տվյալ հիմքի վրա, այլապես ոչ ընդդիմությունը, ոչ էլ հասարակությունը երաշխավորված չեն լինի հերթական սխալներից ու նոր հիասթափություններից։ Օրությամբ հանդերձ, ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքը, այն բացարձակապես չի ազդի կոնգրեսի հետագա նպատակասլաց, հետևողական, համառ ու տքնաջան գործունեության վրա։ Հասարակությունը կարող է համոզված լինել, որ իդեմս կոնգրեսի կա ինստիտուցիոնալ առումով լիովին կայացած, հասուն, միաձույլ, վճռական քաղաքական ուժ, որը լինելու է իր մշտական ուղեկիցը ու երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործոններից մեկը, եւ որը երբեք չի հուսալքվելու, չի հոգնելու, երբեք հանցագործ իշխանությունների հետ խաղեր չի տալու, պայքարելով այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը չի ազատվել ավազակապետության տիրաններից եւ չի բռնել եւ չի բռնել աշխարհի իրավական, ժողովրդավար ու բարգավաճ պետությունների շարքը դասվելու ճանապարհը։ Ով պատրաստ չէ անձնվեր, անշահախնդիր, երկարատև պայքարի կոնգրեսի շարքերում տեղ չունի, ով պատրաստ չէ մոռանալու սեփական եսը եւ զրկանքների գնով լծվելու, երկիրը չարիքից ազատելու անհետաձգելի գործին, թող բարի լինի խանգարել մեզ ու շարունակի գուժել կոնգրեսի մոտալու թաղումը։ Պայքար, պայքար, ինչ է,